Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր աշխատելու ենք H50-ից 51-ի առաջադրանքների շուրջ և անցնելու ենք հաշվումներ խմբերով թեման։ Դասարանում երեխաների հետ կազմակերպեցինք խաղ, կանչեցի 10 երեխաների և խնդրեցի նրանց կանգնել զույգերով։ Հետո հաշվեցին զույգերով, հաշվեցին քանի զույգ ստացվեց և ասացին 2, 4, 6, 8, հավասար է 10-ի, 5 զույգ։ Հետո հրավիրեցի ևս 2 երեխայի և նրանց դասավորեցի եռյակներով։ Հետո հաշվեցինք եռյակներով 3, 6, 9, 12, 4 եռյակ ստացվեց։ Հետո կանգնեցրեցի քառյակներով 4, 8, 12 երեխաներին ճիշտ է դեռ 10-ից բարձր թվերը չեն կանցել, բայց հեշտությամբ կարողանում են նրանք հաշվարկել, եթե տեսնում են կոնկրետ առարկա եւ հատկապես իրենց ընկերներին։ Եվ ասացին, որ 3 եռյակ ստացվեց։ Հրավիրեցի ևս 3 երեխայի եւ խնդրեցի յուրաքանչյուրը միանան մեկ խմբի։ Ստացվեցին հնգյակներ 5, 10, 15, 3 հնգյակ։ Հետո բացատրեցինք, որ հնգյակ նշանակում է, որ խմբում կա 5 առարկա։ Եվ ցույց տվեցինք հետևյալ առաջադրանքում զետեղված նկարները։ Առաջադրանք 1. Հաշվում ենք հնգյակների քանակը խմբերում։ Հաշվում ենք յուրաքանչյուր տողում քանի կապույտ ուլունք կա։ 1, 2, 3, 4, 5։ Նայում ենք բոլոր տեղերում հնգական կապույտ ուլունք կա։ Եվ հաշվում ենք հնգյակներով 1, 2, 3, 4, 5, 6։ 6 հնգյակ։ Կարելի է նաև առաջարկել երեխաներին, մի քանիսը կկարողանան հաշվել, եթե չէ մենք կօգնենք, բայց եթե չկարողանան էլ խնդիր չէ։ 5, 10, 15, 20, 25, 30։ Երեխաների մեծամասնությունը կկարողանա հաշվել, որոշ մասն էլ չեն կարողանա կդժվարանա, բայց ձևը կսովորեն հետագայում հաշվելու համար։ Սերտիկներն ենք նայում։ 1 հնգյակ, 2 հնգյակ, 3 հնգյակ, 4 հնգյակ, նայում եմ, որ երրորդին պակասում է, ուրեմն հնգյակ չէ, 4 հնգյակ։ Հետո խնձորիկներն են հաշվում շարքերով և տեսնեն յուրաքանչյուր շարքում կա 5 խնձոր, քանի շարք կա հնգյակներով 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Եթե չեն դժվարանա, կարելի է նաև հնգյակներով հաշվել 5, 10, 15, 20, 25, 30, 35, 40։ Հետո հարցնում ենք, քանի միավոր է մեկ հնգյակը։ Արդեն դիդակտիկ պարագաներով, ինչու չէ նաև իրենց ընկերների խմբերի բաժանվելու միջոցով երեխաները արագ ասում են, որ մեկ հնգյակը 5 միավոր է։ Հետո կազմում ենք տասնյակներ և բացատրում, որ մեկ տասնյակը 10 միավոր է։ 10 մատիտը միասին կազմում է մեկ տասնյակ։ Մեկ տասնյակը 10 միավոր է։ Հետո ցուցադրում ենք երկրորդ տասնյակը և ասում 2 տասնյակ է։ 2 տասնյակներից յուրաքանչյուրում կա 10 միավոր, 10 և 10։ 2 10 միասին կլինի 20։ Առաջադրանք համար 2-ն ենք կատարում։ Հաշվում ենք տասնյակների քանակը խմբերում։ Ցույց է տալիս այգը մանուշակագույն փայտիկները և ասում սա մեկ տասնյակ է։ Հաշվում են երեխաները, տեսնում, որ իրոք փայտիկները 10-ն են։ Հետո ասում ենք քանի տասնյակ կա պատկերված նկարում։ Հաշվում են 1, 2, 3, 4, 5։ 5 տասնյակ։ Փիսիկը քանի տասնյակ ունի, հաշվում են 1, 2, 3։ Փիսիկն ունի 3 տասնյակ։ Կարելի է նաև ներմուծել 30 բառը։ Փղիկն ունի 5 տասնյակ։ Նապաստակն ունի 4 տասնյակ։ Քանի միավոր է մեկ տասնյակը։ Մեկ տասնյակը 10 միավոր է։ Կարելի է կապոցը բացել և առաջարկել երեխաներին հաշվել։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Ապացուցում ենք, որ մեկ տասնյակը 10 միավոր է։ Այժմ լրացնում ենք աղյուսակը։ Նայում ենք գործողության նշանին, ասում ենք, որ պիտի կատարենք գումարման գործողություն։ Վերհիշում ենք գումարման բաղադրիչները։ Գումարելի, գումարելի, գումար։ 4-ին պետք է գումարել հետևյալ գումարելիները։ 4-ին գումարած 2 հավասար է 6, հատման կետում գրում ենք 6 թիվը։ 4-ին գումարած 3 հավասար է 7, հատման կետում գրում ենք 7-ը։
4-ին գումարած 4 հավասար է 8, հատմանկետում գրում ենք 8, 4-ին գումարած 1 հավասար է 5, գումարը 5 է, 4-ին գումարած 0 հավասար է 4, հատմանկետում գրում ենք 4 և ասում առաջին գումարելին 4 է, երկրորդը 0, գումարը 4 է։ Հաջորդը մենք պետք է ցանկացած թվին, տրված թվերից յուրաքանչյուրին գումարենք 6, 2-ին գումարած 6, հատմանկետում գրում ենք 8, 3-ին գումարած 6, 9, առաջի գումարելին 4 է, երկրորդը 6, գումարը կլինի 10, տարբեր եղանակներով ենք կարդում, որ երեխաները սովորեն մաթեմատիկորեն խոսել։ 1-ը մեծացնենք 6-ով, կլինի 7, 0 և 6 թվերի գումարը 6 է։ Հետո նայում ենք երկրորդ աղյուսակին և ասում, որ սա հանման գործողություն է, վերհիշում ենք հանման բաղադրիչները, նվազելի, հանելի, տարբերություն։ Սկզբում նվազելին 9 է և հանելիներն են 2-ը, 3-ը, 4-ը, 1-ը և 8-ը։ 9-ից հանած 2 հավասար է 7, հատմանկետում 7-ը գրված է։ 9-ը փոքրացնենք 3-ով, կստանանք 6։ Նվազելին 9 է, հանելին 4, տարբերությունը կլինի 5։ 9 և 1 թվերի տարբերությունը 8 է։ Եթե 9-ը փոքրացնենք 8-ով, կստանանք 1։ Այժմ նվազելին փոխվում է, դառնում է 10-ը։ 10-ից հանած 2 հավասար է 8-ի։ 10-ից հանած 3 հավասար է 7-ի, հատմանկետում գրում ենք 7-ը։ 10-ից հանած 4 հավասար է 6-ի, 10-ը փոքրացնենք 1-ով կստանանք 9 և 10 և 8 թվերի տարբերությունը 2 է։ Գործնական աշխատանքն ենք կատարում։ Մտովի պարզիր, թե անին քանի հաշվեցողիկ պիտի տա այգին, որ նրանց հաշվեցողիկների քանակները հավասարվեն։ Հաշվում ենք, տեսնում ենք, որ անին ունի 1, 2, 3, 4, 5, 6, 7 փայտիկ, իսկ այգը ունի 3 փայտիկ։ Բացատրում ենք, որ փայտիկները ավելացնել, հաշվեցողիկները ավելացնել կամ պակասեցնելու իրավունք չունենք, միայն իրավունք ունենք տեղափոխելու։ Երեխաները մեկական տեղափոխելով հաշվում են, եթե 1-ը տանք 3-ին, կդառնա 4, այստեղ կմնա 6։ Մյուսն էլ տանք, կլինի 5 և 3-ին էլ եթե 2 ավելացնենք, նորից 5։ 5-ը հավասար է 5-ին։ Մենք կատարեցինք տեղափոխությունը։ Այժմ կատարում ենք գրավոր առաջադրանքները։ Վարժություն 4-ը, վերականգնել հավասարությունը։ Նայում ենք բանալի թվերին և տեղադրում ենք, որպեսզի ստանանք ճիշտ հավասարություն։ 4 գումարած, առաջինը փորձարկում ենք 1-ը, 4-ին գումարած 1 հավասար է 5-ի, ճիշտ է, տեղադրում ենք 1-ը։ 7-ին գումարած 3 հավասար է 10-ի, սա էլ է ճիշտ, տեղադրում ենք 3-ը։ 4-ից հանած 5 անմիջապես հասկանում ենք, որ սխալ է, որովհետև փոքր թվից մեծ թիվ չենք հանում։ 7-ն ենք տեղադրում, 7-ից հանած 5 հավասար է 2-ի, ճիշտ ստացվեց։ Հաջորդը 8-ից հանած 9, նորից չի ստացվում, փորձարկում ենք, վերցնում ենք 9, 9-ից հանած 9 հավասար է 0, ճիշտ հավասարություն է։ Մեզ մոտ մնացել է 4-ը և 8-ը, փորձում ենք 4-ին գումարած 6 հավասար է 10-ի, ճիշտ է, և վերջինը 8-ին գումարած 2 հավասար է 10-ի, սա էլ է ճիշտ։ Այժմ առաջադրանք 5-ը կատարելուց երեխաները պիտի արտագրեն միայն անհավասարությունները։ Երեխաները հիշում են, որ անհավասարություն է այն գրությունը, որի մեջ կա մեծի կամ փոքրի նշան։ Կարդում են 3-ը փոքր է 5-ից, գրում ենք 3 գումարած 5, սա արտահայտություն է, որը չենք գրում։ 8-ից հանած 2-ը մեծ է 5-ից, սա նույնպես անհավասարություն է, երեխաները գրում են։ 10-ից հանած 9 արտահայտություն է, չենք գրում։ 8-ը փոքր է 9-ից, սա անհավասարություն է, գրում են։ 6-ը հավասար է 6-ին, սա հավասարություն է, սա նույնպես չեն գրում երեխաները։ 8-ը մեծ է 3 գումարած 3-ից, սա անհավասարություն է, գրում են։ 8-ը մեծ է 3-ից, սա էլ անհավասարություն գրում են, սա հավասարություն է, չեն գրում։ Հավասարությունները դուրս ենք բերում և արտագրում են միայն անհավասարությունները։ Եվ գրում են առաջադրանք 6-ը 1, 3, 5, 4, 7, 0 թվերից յուրաքանչյուրը մեծացնել 3-ով և կազմել հավասարություն։ Հիմա թվերից յուրաքանչյուրը պետք է մեծացնենք 3-ով։ Առաջինը 1-ն է։ 1-ին գումարած
3 հավասար է 4-ի, ստացվեց հավասարություն։ 5-ին գումարած 3 հավասար է 8-ի։ Երեխաներին նաև հիշեցնում ենք, որ մեծացնել նշանակում է գումարել, ավելացնել, շատացնել, մեծացնել։ 3-ին գումարած 3 հաշվում են երեխաները և ասում հավասար է 6-ի։ 4-ին գումարած 3 հավասար է 7-ի։ 7-ին գումարած 3 հավասար է 10-ի և 0-ին գումարած 3 հավասար է 3-ի։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։